Այն մարդիկ, որոնք ունեն առքաքարտեր եւ կատարում են անկախիկ գնումներ, փետրվարից նախորդ ամսվա գնումների 2%-ը ետ կստանան։ Փոփոխությունը տարածվում է Հայաստանի տարածքում գրանցված կազմակերպություններից գնումների վրա։ Այստեղ սակայն գործում են ելի մի քանի սահմանափակումներ։ Մեկ գործարքի դեպքում օրինակ առավելագույն ետ վերադարձի գումարը կլինի 6000 դրամ։ Կան նաեւ մի շարք ծառայություններ, որոնցից օգտվելու դեպքում եւս հետվճար չի ստացվի։ Օրինակ տեղեկատվության, կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետ վերադարձ նախատեսված չէ, պետական եւ համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներից նույնպես նախատեսված չէ, կար բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքները, դրանք են մեծահասակների համար նախատեսված բովանդակություն, ծանոթությունների կայքեր, հարթակներ, խաղատներ, խաղային ծառայություններ, թվային ֆայլերի պահեստավորում, հեռակա օգտագործման ծառայություններ, դրամապանակների, կրիպտոդրամապանակների եւ այլ կրիպտո ծառայություններ, ինչպես նաեւ ազարտային խաղերի եւ բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների, հեռախոսային մարքեթինգի ծառայություններ, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, թանկարժեք քարերի եւ մետաղների առքուվաճառք։ Իսկ ինչու է ետ վերադարձը գործում միայն առքաքարտերի դեպքում։ Քանի որ ետ վերադարձ 2%-ի վճարումը իրականացվելու է 2%-ի 1%-ը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 1%-ը վճարվելու է Armenian Card փակbaşնետիրական ընկերության միջոցների հաշվին։ Հայաստանում կա շուրջ 500,000 առքաքարտ, այն մարդիկ էլ ովքեր ցանկություն ունեն, հիմա էլ կարող են ձեռք բերել, այդ թվում թոշակառուները, մանրամասնում է փոխնախարարը։ Ներկայումս գործընթացներ են տեղի գնում, որով որ հնարավոր է թողարկվեն համատեղ քարտեր, co-badge կոչված անգլերեն տերմինաբանությամբ, այսինքն օրինակ Mastercard-ը կարող է արքայի հետ ունենալ համատեղ թողարկած քարտ, եթե թողարկեն, ապա այդ քարտերով կատարված անկախիկ գործարքների դեպքում եւս իրականացնելու է անկախիկ գործարքներից ետ վերադարձ այն նախորդ մեխանիզմով։ Անդրադառնալով վերջին շրջանում առքահամակարգի խափանումներին, փոխնախարարը նշեց. Մեր Armenian Card ընկերության բաժնետիրական ընկերության գործընկերները հավաստիացրել են, որ մաքսիմալ ջանքեր կգործադրվեն, որպեսզի տեխնիկական խնդիրները հնարավորինս քիչ լինեն։ Փոխնախարարն ընդգծեց, եթե շատ դիմեն նոր քարտ ձեռք բերելու համար, գուցե ուշացումներ լինեն։ Այս ծրագրի նպատակն անկախիկ գործարքների խթանումն է։ Էմմա Վարդանյան, լուրեր։